Եթերում զինուժն է, մենք ամփոփում ենք շաբաթը, բարև ձեզ։ Առաջարկվող բանակային թեմաների մասին նախամարոտ։ Մեկ ընտանիքում 3 զինվորական ռեպորտաժ, անձնվիրաբար ծառայող հայր եւ որդիները Աբգարյանների մասին։ Համատեղելով ծառայությունն ու գիտական գործունեությունը զինուժի օբյեկտիվում պաշտպան հայրենյաց ծրագրի շահառու Ալբերտ Զուրաբյանն է։ Վերազինումներ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում նոր սարքավորումներով է հագեցվել ուրոլոգիական բաժանմունքը։ Հանցագործությունները զինված ուժերում նվազել են, ռազմական ոստիկանությունն ամփոփել է այս տարվա 9 ամիսները։ Մշակույթը բանակում պատվավոր հորիզոնականներ զբաղեցրած զինծառայողները պատմում են իրենց գրանցած հաջողությունների մասին։ Մեկ ընտանիքում 3 զինվորական, հայրը մայոր, գումարտակի հրամանատար, որդիներից մեկը լեյտենանտ, մյուսը պաշտպան հայրենյաց ծրագրի շահառու։ Խոսքը Աբգարյանների զինվորական ընտանիքի մասին է։ Նրանք երեքն էլ ծառայում են սահմանային զորամասերից մեկում, տարբեր ստորաբաժանումներում, իրենց օրինակով նաև վերահաստատելով հայրենիքին ծառայելը պատվաբեր առաքելություն է։ Զինվորական ընտանիքի մասին պատմում է Ներսես Իվանյանը։ 35 տարի առաջ էր 1990 թվականին, երբ հեռավոր Մոնղոլիայում ժամկետային զինծառայությունն ավարտած Սամվել Աբգարյանը վերադարձավ Հայաստան եւ ներգրավեց հայրենի գյուղի Բարձունի ինքնապաշտպանական մարտերին։ Իմ 5 եղբայրների հետ միասին մարտական գործողությունների մասնակցել ենք մեր հայրենի գյուղում, ստացել եմ 92 թվականին լեյտենանտ զինվորական կոչում։ Այս կոչումը ինձ ստիպեց, որպեսզի մնամ ծառայության շարունակեմ ծառայությունս։ Հետագա 3.5 տասնամյակների ընթացքում մայոր Աբգարյանը արել է առավելագույնը, զբաղեցրած պաշտոններով սահմանված պարտականությունները բարեխիղճ կատարելու համար։ Օրինակ իր ծառայության շնորհիվ վայելում է ծառայեկիցների եւ հրամանատարության հարգանքն ու պատիվը։ Նկատում է, անսահման մեծ հպարտություն է ապրել, երբ ավագ որդին Կարենը հայտնել է ժամկետային ծառայության ավարտին հետագա կյանքը բանակի հետ կապելու մտադրության մասին։ Մեծ հպարտություն էր, որ ասա պապ, ես է պետքա ձեր նման զինվորական լինեմ, ասել եմ տղես, քո գործն է, եթե ուզում ես շարունակես հորդ ուղին, խնդիր չկա։ Այդպես էլ եղավ։ Ծառայության ավարտից ուղիղ 15 օր անց Կարեն Աբգարյանը անցավ պայմանագրային զինծառայության, կարճ ժամանակ անց էլ գրեց իր առաջին լեյտենանտի սպայական կոչումը։ Առաջի հաշվարկը պատրաստ։ Մասնակցել եմ զորամասի եւ բանակային կորպուսի կազմում միշտ համաբանակային մրցումների ականանետի ու առաջին, երկրորդ, երրորդ պատվավոր տեղերն եմ միշտ բերել զորամասի ու մարտկոցի գումարտակի անունը բարձր պահելու համար ու այդ ամեն ինչից էլ շահագրգռվածությունը արդեն բարձրանում է նորանոր հաջողությունների հասնելու։ 44-օրյա պատերազմին հայր եւ որդի Աբգարյանները մարտնչել են կողք կողքի։ Մարտերի ընթացքում զոհվել է Սամվելի կրտսեր եղբայրը, ինքը ծանր վիրավորում է ստացել։ Իդեպ 2 տարի առաջ զինվորականի ուղին է ընտրել նաև Սամվելի կրտսեր որդին, Տարոնը, դարձել է պաշտպան հայրենյաց ծրագրի շահառու եւ անցել պայմանագրային հնգամյա զինծառայության։ Ընտրությունը եղել է իմը, հպարտություն եմ զգացել մանկուց տեսնելով, որ հայրս ու եղբայրս կրել են այդ համազգեստը։ Խոսելով ընտրության եւ առասարակ պաշտպան հայրենյաց ծրագրի մասին, ականանետային հաշվարկի հրամանատար Տարոնը նկատում է, ինքը տվյալ որոշումը կայացրել էր դեռևս փոքրուց։ Ծրագիրն էլ ընտրեց, որովհետեւ առավելությունները ակնհայտ են ու գրավիչ։ Ընտրելով ծրագիրը արդեն 18-19 տարեկանում կարողանում ես կառուցել քո կյանքի կարևոր հիմնասյուները, ստեղծել բարեկեցիկ ապագա, որի համար Պաշտպանության նախարարությունը շատ լավ պայմաններ է ստեղծում։ Շարունակելով խոսքը, հայր եւ որդի Աբգարյաններն ասում են, հանդիսանալով տարբեր ստորաբաժանումների զինծառայողներ, իրենք կատարում են միևնույն խնդիրը, ծառայում են հայրենիքին ու դրա խաղաղության պահպանմանը։ Շատ եմ հպարտանում, որ տնից 3 համազգեստ գրող կա, դա իմ համար մեծ պատիվա, մեծ ուրախություն է։ Մեծ պատասխանատվություն է նույն ընտանիքից 3 զինվորական ու մրցակցություն էլ է, թե ծառայելով տարբեր ստորաբաժանումներում լավագույնը ով կլինի։ Շարք կանգնելուց թե ում ստորաբաժանումն է ամենալավը, հիմնական գաղափարը մեր ընտանիքում միշտ դա է։ Երեկոյան քննարկում է, էլի։ Ում ստորաբաժանումն է ամենալավը։ Մրցակցությունը բնականաբար կլինի, բայց կարևորը մի նպատակի շուրջ ենք բոլորս հավաքվել, կատարել մեր հայրենիքի նկատմամբ սրբազան պարտքը։ Իմ համար ավելի պարտավորեցնող է այն հանգամանքը, որ պիտի անեմ այն ամենը,
ինչը իմ հայրը սկսել է, հիմքա դրել այդ ամեն ինչին, հետո շարունակել է իմ եղբայրը, իսկ հիմա ես եմ ու վստահ եմ, թե սերունդներով կգնա մեր Աբգարյանների ընտանիքը պետքա հայրենիքի կողքին կանգնած լինի ամեն ինչով, նույնիսկ ամենաբարդ պայմաններում կատարի ամենաանհնարինը։ Ինչ վերաբերում է առաջիկայի հանդեպ առկա տրամադրվածությանն ու մտադրություններին, Աբգարյան եղբայրներն ասում են, տեսանելի ապագայում նպատակադրվել են ընտանիք կազմել, կրթել եւ իրենց օրինակով մեծացնել զինվորականի առաքելությունը, շարունակելու պատրաստ իսավակների։ Ծառայելով նույն զորամասում, բայց տարբեր ստորաբաժանումներում, մեր երեքիս միտքն ու գաղափարը ընդհանուր առմամբ նույնն է, հայրենիքին ինչով կարանք օգտակար լինենք, մեր ներդրումն ունենանք մեր հայրենիքի սահմանների ամրաշինության, պաշտպանության համար։ Ցանկություն ունեմ շարունակել ծառայությունը նույնիսկ պայմանագրի լրանալուց հետո, ցանկություն ունեմ նաև որպես սպա ծառայելու, պայմանագրի լրանալուն պես կփորձեմ անել ամեն ինչ, որպեսզի դառնամ դասակիր հրամանատար եւ ավելի բարձր պաշտոնների հասնեմ եւ անեմ ամեն ինչ, որ առաջիկայում հորս եւ եղբորս նման դառնամ լավագույն ստորաբաժանման հրամանատար։ Ներսես Սիվանյան, Արամ Սիմոնյան, Պատրաստ։ Զինուշ։ Զինված ուժերում օրեցօր ավելանում է պաշտպան հայրենյաց ծրագրի շահառուների թիվը։ Բազմաթիվ զինվորներ ցանկություն են հայտնում միանալ ծրագրին, ստանձնելով պատվաբեր առաքելությունը, միաժամանակ օգտվելով ծրագրի ընձեռած մի շարք հնարավորություններից։ Մեր հաջորդ ռեպորտաժի հերոսը պաշտպան հայրենյաց ծրագրի շահառու է։ Կրտսեր սերժանտ Ալբերտ Զուրաբյանը գիտությունների թեկնածու է։ Հենց այս ծրագրի շնորհիվ է, որ կրտսեր հրամանատարը կարողանում է համատեղել ծառայությունը եւ շարունակել գիտական գործունեությունը։ Ես Ալբերտ Զուրաբյանս արդեն 2.5 տարի ծառայում եմ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։ Ողջույն ձեզ։ Կրտսեր սերժանտ Զուրաբյանն է, Ալբերտը հոգեբան է, գիտությունների թեկնածու։ Ասպիրանտուրայում սովորելու տարիներին երիտասարդ տղան զորակոչվել է բանակ, ծառայել ուսումնական զորամասերից մեկում որպես հետմասնագետ։ Խնդիր կար մասնագիտական գործունեությունը շարունակելու, ես մոտավորապես մի 10 տարի նվիրել էի մասնագիտական գործունեությանը։ Որոշեցի, որ պայմանագիր կնքեմ եւ համատեղեմ եւ գիտական գործունեությունը եւ ծառայությունը եւ կլինեմ իմ բնակավայրում, իմ ընտանիքի մոտ։ Բացի այս առավելություններից ծրագիրը զինվորականներին նաև այլ հնարավորություններ է ընձեռում։ Ուսումնասիրեցի ծրագրի մանրամասները, հարցումներ կատարեցի այն անձնակազմից, որը արդեն 1.5 տարի այդ ծրագրով ծառայում էր, բողոքներ չէի լսում, բոլորը գոհ էին եւ աշխատավարձի առումով եւ պայմանների հետ նույնպես, որտեղ բոլորը հիմնականում իրենց բնակավայրի մոտ էին ծառայում, իրենց ընտանիքի մոտ, հարմար գրաֆիկով։ Այդ ամեն ինչը դրդեց նրան, որ հենց այս ծրագրով պայմանագիրը կնքեմ։ Երիտասարդ զինվորականը նաև ատեստավորման քննություններին է մասնակցել եւ ողջունում է նաև այս գործընթացը։ Ատեստավորման գործընթացը շատերին է դրդել, այլ ձև սկսեն վերաբերվել ծառայությանը, ավելի շատ ուշադրություն դարձնեն իրենց ֆիզիկական ուժին, իրենց մասնագիտական պատրաստվածությանը, այսինքն դրական փոփոխությունները շատ են։ Իսկ ինչ վերաբերվում է սոցիալական կարգավիճակին, իհարկե սոցիալական կարգավիճակն էլ է փոխվել։ Ալբերտի հիմնական գործառույթները զորամասում բազմազան են՝ ստորաբաժանման կարգապահությունից մինչև փաստաթղթային աշխատանք։ Կրտսեր հրամանատարը շեշտում է, համազգեստի պատշաճ կրումը եւ արտաքին
ծառայողներին տեսքը մեծ ազդեցություն կարող են ունենալ ծառայողական կարգապահության ու մտածելակերպի փոփոխության վրա։ Ալբերտն անկեղծանում է, հոգեբանի մասնագիտությունն այսօր մեծապես օգնում է նաև ծառայության վայրում զինվորների հետ շփումներում։ Զինվորները ինձ շատ տարաբնույթ հարցերով են դիմում, ինչպես ծառայողական, այնպես էլ քաղաքացիական կյանքի հետ կապված, հետագա ուսման հետ կապված, ինչ ոլորտ ընտրեն, որտեղ աշխատեն, այդ բոլոր հարցերի շուրջ մենք զրույցներ ենք տանում, ժամանակահատված զրույցներ ենք տանում եւ հուսով եմ այդ ծառայությունից հետո իրենք այն խորհուրդները, որը ես եմ իրենց տվել, իրենք կկիրառեն։ Կրտսեր Սերժանտ Զուրաբյանը կարևորում է հրամանատար զինվոր առողջ հարաբերությունների հաստատումը, ինչը էապես դրական ազդեցություն է ունենում ծառայության արդյունավետության վրա։ Ես ավելի շատ հիմքը դնում եմ ընկերական հարաբերությունների վրա, որպես ավակ ընկեր, ով կարող է դժվարին իրավիճակում խորհուրդ տալ, ինչ-որ մի ձև առաջնորդել։ Գիտնական հոգեբան, զինվոր եւ հրամանատար Ալբերտ Զուրաբյանը խոստանում է, որ ոլորտում էլ հայտնվի կանի առավելագույնը Հայաստանի Հանրապետության հզորացման գործում։ Ես ջանք չեմ խնայելու, որպեսզի իմ ներդրում ունենամ բանակի շենացման, անձնակազմի լրապատրաստման գործընթացում։ Զարուհի Ռշտունի, Ռուբեն Մնացականյան, Զինուժ։ Զորակոչվել ես բանակ ու մտածում ես, ինչպես է անցնելու կյանքիդ նոր շրջափուլը։ Հնարավոր է արդյոք ծառայել Հայաստանի Հանրապետությանը ու միաժամանակ բարձր աշխատավարձ ստանալ։ Ծառայելուն զուգահեռ բարձրագույն քաղաքացիական կրթությամբ զբաղվել։ Հաճախակի լինել տանը, ընտանիքիդ կողքին։ Զորացրվելիս էլ տուն վերադառնալ 5 միլիոն դրամ պատվովճարով։ Այո, այդ հնարավորությունը քեզ տալիս է Պաշտպան հայրենիաց ծրագիրը։ Սա ժամկետայինից պայմանագրային զինվորական ծառայության անցնելու բացառիկ հնարավորություն է յուրաքանչյուր նորակոչիկի համար։ Ցանկություն հայտնիր պայմանագիր կնքել 5 տարի ժամկետով եւ կծառայես բնակությանդ վայրին մոտ զորամասում, կստանաս բարձր եւ երաշխավորված աշխատավարձ, իսկ պատեստավորման արդյունքում նաեւ աշխատավարձդ բազմապատկելու հնարավորություն։ Եվ սա դեռ ամենը չէ։ 5 տարի անց պայմանագրի ժամկետի ավարտին կստանաս ուշադրություն՝ 5 միլիոն դրամ պատվովճար։ Գումարն էլ կտնօրինես ինչպես ուզում ես։ Հետաքրքրեց, ուրեմն կատարիր քո ճիշտ ընտրությունը հենց հիմա։ Օրեր առաջ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունն ամփոփել է այս տարվա 9 ամիսները։ Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ առանձնապես ծանր հանցագործությունները զինված ուժերում նվազել են ուղիղ 50%-ով։ Յուրաքանչյուր դեպք մանրակրկիտ ուսումնասիրության եւ վերլուծության է ենթարկվել։ Մանրամասները ռեպորտաժում։ 2025 թվականի 9 ամիսների ընթացքում զինված ուժերում սպանություն տեղի չի ունեցել, արձանագրվել է միայն ինքնասպանության 1 դեպք, իսկ առանձնապես ծանր հանցագործությունների թիվը նվազել է 50%-ով։ Նվազում է արձանագրվել նաև ինքնավնասումների փաստերով, շուրջ 65%-ով էլ նվազել է զինված ուժերում արձանագրված մահվան դեպքերը։ Հնարավոր հանցագործությունների դեպքերը բացառելու եւ կանխարգելելու նպատակով ռազմական ոստիկանությունը պարբերաբար չնախատեսված այցեր է իրականացնում զորամասեր ու բանակային դիրքեր։ Զրուցում ինչպես զինծառայողների, այնպես էլ սպայական անձնակազմի հետ։ Ռազմական ոստիկանության ծառայողները սերտ համագործակցում են նաև զորամասերի հրամանատարության հետ եւ յուրաքանչյուր երամսյակը մեկ ամփոփում արդյունքները։ Տարածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացնում են այնպիսի խնդիրներ, որոնք հենց տեղում ռազմական ոստիկանության պետի եւ համապատասխան տեղակալների միջոցով դրանց լուծման ուղիներն են գտնում եւ համապատասխան հանձնարարականներն են տրվում տարածքային ստորաբաժանումների, ինչպես նաև կենտրոնական մարմնի այդ ուղղությամբ պատասխանատու ստորաբաժանումներին։ Ինչպես նախորդ տարիներին այս տարվա 9 ամսում եւս քրեական հետախուզության բաժնի ծառայողները քայլեր են ձեռնարկել զինված ուժերում սմարթֆոն տիպի բջջային հեռախոսների հայտնաբերման ուղղությամբ։ Չէ՞ որ սմարթֆոնով կատարված յուրաքանչյուր զանգ կարող է ճակատագրական լինել ոչ միայն տվյալ զինծառայողի, այլև ամբողջ ստորաբաժանման համար։ Զրույցը կարող է հեշտությամբ գաղտնալցվել եւ հուշել զինծառայողի տեղակայման վայրը։ Հիշեցում ծառայության ընթացքում արգելվում է սմարթֆոնների օգտագործումը, բացառությամբ պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված դեպքերի։
Սմարթֆոն տեսակի բջջային հեռախոսների հայտնաբերման փաստով ժամկետային զինծառայողներին որպես տուժի տեսակ իրավունք է կարգապահական վաշտ ուղարկելը։ Փոփոխությունների արդյունքում օրենքում կարգապահական վաշտում գտնվելու ժամանակահատվածը ծառայության ժամանակահատվածին գումարվում է, այսինքն պայմանական, եթե կիրառվել է 10 օր ժամկետով կարգապահական վաշտի կիրառումը, կարգապահական տուժը նրա ծառայության այդ 10 օրը ավելանում է։ Ռազմական ոստիկանության պարետային ծառայությունը եւս վերջին 9 ամսում չնախատեսված բազմաթիվ այցեր է իրականացրել տարբեր զորամասեր։ Պետական գույքը պահպանելու եւ զինծառայողների իրավունքները պաշտպանելու նպատակով ստուգումներ իրականացրել հսկիչ տեխնիկական կետերում, ավտոպարկերում եւ ճաշարաններում։ Խիստ ուշադրություն են դարձրել, որ բոլոր զինծառայողները հետևեն ծառայության օրվա կարգացուցակին։ Եթե չեն պահպանում, բերում է կարգապահության իջեցմանը։ Եթե զինծառայողը չի մասնակցում տվյալ կարգացուցակով նախատեսված միջոցառմանը, կարող է հանգեցնել որոշակի հանցագործությունների կատարման։ Գնդապետ Եղիազարյանը նկատում է հրամանատրական անձնակազմի կողմից կարգազանց զինծառայողների արարքները պարտակելու արատավոր պրակտիկան անցյալում է։ Պարետային ծառայության ուշադրության կենտրոնում է եղել նաև ավտոպատահարները։ 107 դեպքով էլ նվազել են արձանագրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերը։ Հայտնաբերված կարգապահական խախտման արդյունքում ռազմական ոստիկանության կողմից միջնորդագիր է ուղարկվում տվյալ զորամասի հրամանատարությանը։ Անցկացվում է ծառայողական քննություն ըստ հայտնաբերված խախտման բարդության զորամասի հրամանատարության կողմից ձեռնարկվում է կարգապահական կանոնագրքի համապատասխան տուժեր։ Վերջին տարիների ընթացքում նմանատիպ ուժեղացված միջոցառումները ավելի հաջողակի են իրականացվում, որն էլ տվել է իր արդյունքը։ Վերջին 9 ամսում ռազմական ոստիկանությունը շարունակել է մշտադիտարկել նաև համացանցում եւ լրատվամիջոցներում հայտնված տեսանյութերն ու հոդվածները, բարձելու համար դրանց իսկությունն ու ժամանակագրությունը։ Ըստ պատասխանատուների բոլորային դեպքերում, երբ ուսումնասիրության արդյունքում առկա են եղել կարգապահական խնդիրներ, արձագանքը չի ուշացել։ Իսկ հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում անմիջապես հաղորդում է ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։ Տաթևիկ Աբրահամյան, Հովանես Գրիգորյան, Զինուշ։ Թողարկման այս հատվածում առաջարկում ենք ծանոթանալ անցնող շաբաթվա բանակային անցուդարձի մի շարք դրվագների, համառոտ եւ մեկ տեսաշարով։ Հոկտեմբերի 30-ին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի ու կոմիտեի ղեկավար կազմի հետ այցելել է Հանրապետության հարավարևելյան սահմանագոտի, հետևել ամրաշինական եւ ինժեներական աշխատանքների ընթացքին։ Այնուհետև նախարար Պապիկյանն ու քննչական կոմիտեի նախագահ Պողոսյանն այցելել են բանակային դիրքեր, զրուցել հերթապահություն իրականացնող անձնակազմի հետ։ Բարեխիղճ ծառայության աչքի ընկած մի շարք զինծառայողների Պաշտպանության նախարարն ու քննչական կոմիտեի նախագահը պարգևատրել են շնորհակալագրերով եւ արժեքավոր նվերներով։ Հոկտեմբերի 31-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել «Պատիվ ունեմ» ծրագրի 2025 թվականի շրջանավարտների ավարտական միջոցառումը։ Քաղաքացիական բուհերում բարձրագույն կրթություն ստանալուն զուգահեռ 2.5 տարի ռազմական գործը յուրացրած երամսյա ուսումնավարժական հավաքի ընթացքում տեսական գիտելիքները գործնականով ամրապնդած կուրսանտներն այսօր արդեն սպայական առաջին լեյտենանտի ուսադիրներով ստացան ուսումնառության ավարտական վկայագրերը։ Հավելենք, որ նախորդ օրը հոկտեմբերի 30-ին Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի էր ունեցել «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետագա ծառայության վայրերի ընտրության վիճակահանությունը։ Զորամասերից մեկում վերանորոգվել ու վերաբացվել է հերթական նոր ճաշարանը, արտաքին ու ներքին հարդարանք, նոր գույք, խոհանոցային ժամանակակից սարքավորումներ եւ ոչ միայն։ Այստեղ ամեն բան նոր է, ինչպես նոր բացված մյուս ճաշարանները, այս մեկը եւս գործելու է հոսքագծային սպասարկման ձևաչափով։ Սա նշանակում է, որ զինվորներն անձամբ են մոտենալու ճաշարանի աշխատակիցներին, վերցնելու իրենց նախընտրած կերակրատեսակները։ Պաշտպանական գերատեսչությունը վստահ է, որ ճաշարանի հարմարավետ պայմաններն ու համեղ սնունդը բարենպաստ պայմաններ կստեղծեն ծառայությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար։ Պաշտպանական գերատեսչության ուշադրության կենտրոնում է ռազմաբժշկական հնարավորությունների ընդլայնումը։ Այս ուղղությամբ իրականացվել են բազմաթիվ բարեփոխումներ, բաժանմունքները համալրվել են նոր եւ ժամանակակից սարքավորումներով։ Վերջերս հագեցվել է նաև կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ուրոլոգիական բաժանմունքը։ Այս բարեփոխումների շրջանակում հոսպիտալը լիարժեք ծավալով կարող է ընդունել նաև քաղաքացիական անձանց եւ ապահովել բարձր որակի բուժծառայություններ։ Մեկ ժամ ու կես առաջ ավարտվեց իմ օպերացիան, արեցին։ Ես շատ գոհ շնորհակալ եմ բժիշկներին։ Բուժարում Էլքոն Գոնչոյանը վերջին շրջանում սուր ցավեր ունենալով որովայնի շրջանում դիմել էր կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ուրոլոգիայի բաժանմունք, որտեղ իրականացվել էր ավտորոշում եւ կատարվել վիրահատական միջամտություն։
գերժամանակակից լազերային սարքավորման միջոցով։ Արդյունքում վիրահատությունից ժամեր անց հիվանդը հետվիրահատական գանգատներ չունի։ Ամեն ինչ նորմալ է, լավ եմ զգում եւ հույսով եմ, որ 2 օրից ավելի շուտ գնամ տուն։ Նորագույն լազերային համակարգն է։ Եզակի այս սարքավորման հնարավորությունները ներկայացնում է ուրոլոգիայի բաժանմունքի ղեկավար Վահրամ Հակոբյանը, ընդգծելով, որ այն կենտրոնական զինվորական հոսպիտալի վերջին տարիների ամենակարևոր ձեռքբերումներից է, ինչը զգալիորեն նպաստել է թե բուժանձնակազմի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, թե բուժառուների խնդիրների արագ եւ հեշտ լուծմանը։ Սա ամենահզոր եւ ամենաժամանակակից սարքերից է, որի միջոցով կատարվում մի շարք վիրահատություններ։ Ես հատկապես կուզենամ նշել շագանակագեղձի լազերային էնուկլեացիայի մասին, որը այսօր այդ պաթոլոգիայի բուժման ամենաժամանակակից մեթոդն է եւ ունի մեծ առավելություններ։ Սարքի առավելություններից է հետվիրահատական աննշան բարդությունները։ Այն նվազագույն ինվազիվ միջամտություն է, որը կրճատում է նաեւ բուժառուի ապաքինման ժամանակահատվածը։ Ստանդարտ վիրահատության ժամանակ, այսինքն տրանսֆորմատորալ ռեզեկցիայի ժամանակ կաթետերը հանվում է 3-րդ, 4-րդ, 5-րդ օրը, այս պարագայում մենք կարողանում ենք նաև ուրետրալ կաթետերը հեռացնել վիրահատության մյուս օրը։ Այս սարքով կատարվում են մի շարք նաև այլ վիրահատություններ եւ կապված միզաքարային հիվանդության հետ, ինչպես նաև միզուկի նեղացումների, միզատորանի նեղացումների եւ այլ պաթոլոգիաների համար։ Սարքը բացառիկ սարք է, ինչի շնորհիվ մեծ քանակությամբ վիրահատություններ են կատարել։ Մեծ թիմային աշխատանքի արդյունքում ունեցել ենք առավելագույն լավ արդյունքներ։ Բժիշկները վստահեցնում են, բաժանմունքում յուրաքանչյուրին ցուցաբերվում է անհատական մոտեցում, ինչը իր հերթին նպաստում է հիվանդների արդյունավետ բուժման կազմակերպմանը։ Մեծ սրտացավություն ենք դրսևորում հիվանդների հանդեպ, բոլորս թիմային աշխատանքի արդյունքում փորձում ենք առավելագույնի հասցնել հիվանդների բուժական տակտիկան, առողջացումը եւ հիվանդների բարձր տրամադրությամբ ուղարկում ենք տուն։ Բարոկամերա մտցնելուց հետո կան որ վակուումով արդեն փակ է, ճնշումը սկսում է բարձրանալ, լսողություն չկա։ Բժշկուհի Մելանյանն էլ ներկայացնում է գերճնշումային թթվածնարարության բաժանմունքի համալրվածությունը։ Թթվածնային հատուկ այս սարքը, որով համալրված է հոսպիտալը, արդյունավետորեն աջակցում է մի շարք հիվանդությունների բուժման ընթացքին։ Բարոկամերան ինքը սարքա, որը շատ անհրաժեշտ է եղել բանակին, որը մենք 2000 թվականից ունեցել ենք, նախկինում մի քիչ փոքր էր, բայց կատարում էր նույն ծառայությունը, հիմա ավելի կոմֆորտը ավելի բարձր է։ Թերապիան հատկապես արդյունավետ է գլխուղեղի, սրտի խնդիրների, շաքարային դիաբետի, աուտիզմի, լուրջ վնասվածքների եւ հետվիրահատական բարդությունների վերացման գործում։ Այժմ ստուգում են բուժառուի զարկերակային ճնշումը։ Եթե հակացություններ չկան, հիվանդը ուղիղ 1 ժամ պետք է անցկացնի փակ սարքավորման մեջ, ստանալով թթվածնի մեծ քանակություն։ Հիմնվելով մասնագիտական փորձառության վրա, բժշկուհին վստահեցնում է, նույնիսկ 1 այցելությամբ հիվանդը զգում է շոշափելի արդյունք։ Առանց ջրի ինչ որ ժամանակ մարդը դիմանում է, առանց սննդի ավելի երկար, առանց թթվածնի բոլորովին չի դիմանում։ Շատ կարճ ժամանակ։ Իսկ այն հյուսվածքները, որոնք արդեն թթվածնով չեն մատակարարվում, դրանք արդեն սկսում են իրենց վատ ճանապարհը։ Իսկ երբ որ մտնում են բարոկամերա, որտեղ կան միկրոանգիոպաթիաներ, այսինքն փոքր մազանոթները, անոթները արդեն փակվել են, արդեն խցանվել են, բարձր ճնշմամբ թթվածնի ազդեցությամբ սկսում են իրանք բացվել։ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի համալրվածությունը ժամանակակից սարքավորումներով եւս մեկ անգամ փաստում է, որ այսօր ռազմաբժշկական ծառայությունը քայլում է ժամանակին համընթաց եւ պատրաստ է բարձր որակի ծառայություններ մատուցել ինչպես իր շահառուներին, այնպես էլ քաղաքացիական անձանց։ Եվ որ ամենակարևորն է, Հայաստանում եւ արտերկրում բազմաթիվ վերապատրաստումներ անցած ռազմաբժիշկները նվիրումով ու հոգատարությամբ կանգնած են յուրաքանչյուր բուժառուի կողքին, հոսպիտալացման առաջին պահից մինչեւ լիակատար ապաքինումը։ Լաուրա Մամյան, Հովանես Գրիգորյան, Զինուժ։ Տասնութից 27 տարեկան ես, համարձակ ու վստահ քո ուժերին, ունես նպատակներ, ուրեմն ոչինչ չի կարող կանգնեցնել քեզ։ Ընտրիր նոր հնարավորություն, կանանց եւ աղջիկների համար ներդրված կամավոր հիմունքներով պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունը։ Կծառայես այստեղ, բացառապես ուսումնական զորամասում, ծառայության ու կեցության լավագույն պայմաններում։ Ծառայության տևողությունը ընդամենը 6 ամիս, ավարտին 1 միլիոն դրամ պատվովճար։
Ուզում ես մնալ բանակում։ Շարունակիր ծառայությունդ Պաշտպան հայրենիաց ծրագրով 5 տարվա պայմանագրային զինվորական ծառայության հիմունքներով։ Կոտրիր կարծրատիպերը, հավատա, ձգտիր, դարձիր նրանցից մեկը։ Հիմա քո հերթն է։ Համաձայն զինված ուժերի պատրաստության պլանի ամեն տարի բանակում անցկացվում են մշակութաժամանցային միջոցառումներ։ Ըստ այդ պլանի զինվորներն այցելում են մի շարք մշակութային օջախներ, պատմամշակութային վայրեր եւ թանգարաններ։ Մեր զինվորների շրջանում քիչ չեն նաև շնորհալի տղաները։ Ամենամյա մրցույթներում եւ օլիմպիադաներում առաջին պատվավոր հորիզոնականներում են հայտնվում տարբեր անվանակարգերում իրենց լավագույնս ցուցաբերած երիտասարդները։ Տաթևիկ Աբրահամյանն է զրուցել զինված ուժերի շնորհալի զինվորների հետ։ Նաև այս կտավի հեղինակները ժամկետային զինծառայողներ են, ստեղծագործել են բանակում, հիմնականում հանգստյան օրերին։ Գրեթե բոլոր զորամասերում արդեն գործում են գեղարվեստական ինքնագործունեության խմբեր, որտեղ շնորհալի զինծառայողները հնարավորություն ունեն կիրակի օրերին զբաղվելու սիրելի հոբիով, նաև մասնակցելու նկարիչ-քանդակագործների համաբանակային մրցույթին, որը զինված ուժերում անցկացվում է յուրաքանչյուր տարի։ Ասել էին, որ մրցույթ կլինի նկարիչների եւ քանդակագործների Եթե նկարչությունն ինչ-որ մի տեղ կա, միշտ ինձ հետաքրքրում է այդ։ Համաձայնվեցի մի անգամից մասնակցելու։ Նկարելիս նկարել եմ Նռնենից, ես հիմա անուշ Հայաստանի, թեման այդպեսին էր վերնագիրը։ Մի անգամից դες մտածելով Հայաստանի խորհրդանիշները եկան, միացնելով իրար դարձա բնապատկեր։ Ժամկետային զինծառայող Խաչատուր Կարապետյանն այս տարի կտավ անվանակարգում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Ասում է ծառայությունը շատ ավելի թեթև է անցնում, քանի որ կարողանում է բանակում եւս զբաղվել սիրելի գործով։ Իսկ Արման Մարգարյանը քանդակ անվանակարգում է զբաղեցրել երկրորդ հորիզոնականը։ Թեման հայոց ոգին էր։ Մրցույթի մասին լսելուն պես Արմանն անմիջապես որոշել է քանդակելու է հայ ժողովրդին, նրանց ձեռքերի մեջ զինվորին։ Պատկերացում չունեի, որ ամենալավ մակարդակում ես կարող եմ ներկայացնեմ, իհարկե շատ ուժեղ քանդակներ կային, վստահ եմ, որ ինչ որ մրցանակային տեղ գրավելու էի, որովհետև շատ էի աշխատել, հետո սիրել եմ միշտ այդ գործը, դրա համար միշտ փորձել եմ լավագույնն անել։ Ունենալով ժամանակ զբաղվել սիրած գործով բանակում, արդեն ծառայություններ մի փոքր ավելի թեթև անցնում, ավելի արագ անցնում ու ուզում ես շարունակել ծառայության ժամանակ էլ քո սիրած գործով զբաղվել, չհիասթափվելով քո մասնագիտությունից ու զարգանալով դրա մեջ։ Արմանը սկսել է քանդակագործությամբ զբաղվել 9 տարեկանից, հիմնականում պատրաստում է կուժեր, կիսանդրիներ ու հայկական խորհրդանիշներ։ Մինչև բանակ գալը դրանց մի մասը հասցրել է ներկայացնել տարբեր ցուցահանդեսներում, նման մի հնարավորություն էլ ունեցավ ծառայության ընթացքում եւ որպես լավագույն քանդակի հեղինակ ստացավ խրախուսում, ընտանիքի հետ մի քանի օր անցկացնելու հնարավորություն։ Մարտական պատրաստությունով, երբ որ զբաղվում է զինծառայողը շաբաթվա 6 օրը կարելի ասել, ապա 1 օր է մնում հանգստանալու, այսպես կարելի ասել, ուրեմն կիրակի օրը եւ բազմաբովանդակ միջոցառումներ են իրականացվում, որոնք ազդում են զինծառայողների հոգեկան աշխարհի վրա, առանց մշակույթի չի լինում գաղափար, առանց գաղափարի չի լինում մշակույթ։ Համաձայն զինված ուժերի պատրաստության պլանի ամեն տարվա համար համապատասխան վարչությունը կազմում է բանակում կազմակերպվող մշակութաժամանցային աշխատանքների ցանկը։ Ըստ այդմ զորամասերում զինծառայողների հետ հանդիպման են գալիս արվեստի ու արհեստի տարբեր գործիչներ։ Զինվորներն ամեն տարի այցելում են նաև մշակութային օջախներ, պատմամշակութային վայրեր, թանգարաններ եւ այլն։ Մենք համագործակցում ենք Սունդուկյանի, Պարոնյանի, Ստանիսլավսկու անվան թատրոնների հետ, Արամ Խաչատրյան համերգասրահի հետ, կամերային երաժշտության համերգասրահի հետ, որտեղ զինծառայողներ այցելում են եւ դիտում հայկական ժանրով ստեղծագործություններ, որոնք նույնպես մեր պատմությունն է, մեր կենցաղն է, մեր առօրյան է։ Ըստ գնդապետ Խաչատրյանի բանակում անձնակազմի հանգիստը եւ ժամանցը կազմակերպելու նպատակով, ինչպես հանգստյան, այնպես էլ տոնական օրերին հաճախ կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ, որոնց մասնակից են լինում նաեւ զինծառայողների ընտանիքները։ Հրավիրվածների շարքում են լինում նաեւ տեղական ինքնակառավարման մարմինները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու դպրոցահասակները։ Մենք մշակութային ժամանցային աշխատանքներ ենք իրականացնում նաեւ համատեղ զորավարժությունների ժամանակ հրավիրված երկրների զինծառայողների համար,
Նույնիսկ կազմակերպում ենք նրանց այցելությունը պատմամշակութային վայրեր, պատմության թանգարան կլինի, մատենադարան կլինի, իրենց համար ենք համերգային ծրագիր իրականացնում, իրենց իսկ լեզվով, իրենց երկրի լեզվով։ Բանակում մշակութաժամանցային կյանքը ակտիվացնելու նպատակով Զինուշ հեռուստանախագիծը եւս կազմակերպում է մշակութային գործիչների այցելություններ տարբեր զորամասեր։ Մասնավորապես վերջին եռամսյակում զինվորների հետ հանդիպելու են գնացել հաղորդավար Եգոր Գլումովը, սիրված արտիստ Աշոտ Ղազարյանն ու երգիչ երգահան Արսեն Սաֆարյանը եղբոր հետ։ Գնաս ամուսնանալու ես։ Միանշան եմ։ Ամուսնացի, տղա ջան, ամուսնացի։ Դժվարն առաջին դա։ Ազգային մշակութային արժեքների սերմանումը որպես զինծառայողների գաղափարական դասյարակության գործոն, նաև հենց այս գաղափարով է առաջնորդվում պաշտպանական գերատեսչությունը, վստահ լինելով, որ գաղափարական համակարգի արդյունքում է նաև բարձրանում բանակի պաշտպանունակությունը։ Տաթևիկ Աբրահամյան, Ռազմիկ Տիգրանյան, Զինուշ։ Եթերում Զինուշն էր, շաբաթվա առանցքային իրադարձություններով հետևեք մեզ նաև վիրտուալ տիրույթում բանակային նորություններին ծանոթանալով առցանց։ Մեր հաջորդ հանդիպումը զինվորական կարգապահությամբ ուղիղ մեկ շաբաթ անց է նույն տեղում նույն ժամին։ Մնացեք խաղաղությամբ։